Մեծարգո վարչապետ, այսօր այդ ամբիոնից Կտրիչ Ներսիսյանի մասին խոսալուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները, իդեպ բախներս բերել է, այս պայն էստեղ չեն, հանգիստ կարող ենք հնչեցնել Կտրիչ Ներսիսյանի անունը, մինչև էդ էլ հանգիստ կարող առանց ակնկալելու փոքրիկ չարաճճիություններ թույլ տվեք նկատեմ։ Տեսեք, պարոն վարչապետ, Կտրիչ Ներսիսյանի մասին խոսելուց եւ մտքեր արտահայտելուց հետո մեր ընդդիմադիր գործընկերները թույլ են տվել իրենց մեկնաբանել ձեր արած հայտարարությունները հետեւյալ կերպ, որ Փաշինյանն ուղիղ ասաց, որ վեհապարի հետ կապված խնդիրը Արցախի անունը հիշատակելն է։ Կխնդրեմ ձեզ մանրամասնել, բացատրել, հուսալով, որ հետագայում նաև մեր ընդդիմադիր գործընկերները կլսեն եւ դասեր կքաղեն այդ ամեն ինչից, թե ինչ վտանգներ եւ վնասներ է կրում Կտրիչ Ներսիսյանի կողմից Արցախի անունը հիշատակելը եւ ոչ միայն Արցախի անունը հիշատակելը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Չախոյան, որ նախընտրական շրջանում ասում է, այդ որ ասում եք ուժեղ, ինչով եք ուժեղ։ Տեսեք երկու անգամ ձեռներները բանին ցեղանին խփելում, հետո վաղ ձեռս ցաված գնացի։ Այսինքն դա ինչ մոտեցում է, եւ երկրորդ իմացած ուրիշ բանի մասին էր։ Երբ որ Կտրիչ Ներսիսյանը կանոնից դուրս է, այսինքն ի բնե չէր կարող լինել կաթողիկոս, եւ նրա եղբայրը գործակալ է, եւ նա ունի խոցելիություններ, այդ թվում ֆինանսական, պարզ է, չէ՞ որ Հայաստանի Հանրապետությունը այդ խոցելիություններով ոչ զբաղվել է, ոչ էլ զբաղվում է։ Իսկ ով ասում, որ դրսի կառույցները չեն զբաղվել այդ խոցելիություններով։ Այդ խոցելիությունները օգտագործելով նրան եւ նրանց բերում են, դնում են կոնկրետ գործելակերպերի մեջ։ Հայաստանի պետության եւ Հայաստանի անկախության դեմ, Հայաստանի անվտանգության դեմ։ Ոնց կարա ռիսկի կոնտինգենտի ներկայացուցիչը լինի հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ղեկավար։ Ես ասում եմ, այո, օտար երկրածառայությունները այդ փաստերը չէին կարա չօգտագործեին նրանց Հայաստանի դեմ օգտագործելու համար եւ 1, 2, 3, 4, 5 եւ վերջո այդ ամենը չափ ու սահման պետքա ունենա։ Էլ չեմ ասում զուտ հոգեվոր տրամաբանությունից։ Ես ասում եմ, ես հոգեվոր կյանք ունեցող մարդ եմ, ինձ համար վիրավորական է, որ կարող է կանոնից դուրս գտնվող մարդը իմ հոգեվոր առաջնորդն է, ես համաձայն չեմ դրա հետ։ Բացարձակապես համաձայն չեմ։ Եվ ես համոզված եմ Հայաստանի հավատացյալների մեծ մասը դրա հետ համաձայն չի։ Եվ չի կարելի եկեղեցին թողնել այդպիսի իրավիճակում, չի կարելի պարզապես։ Չի կարելի մեր եկեղեցին թողել ապականոնության եւ պղծության դաշտում, չի կարելի։ Որովհետեւ դրանով մենք մենակ ենք թողնում մեր եկեղեցուն։ Մենք չենք կարող մեր եկեղեցուն թողնել մենակ։ Մենք չենք կարող մեր եկեղեցուն թողնել այն մարդկանց հույսին, ովքեր էլի նույն օրինակ է բերեմ, չգիտեն, իրոք օբյեկտիվորեն չգիտեն Աստվածաշնչի նոր կտակարանի եւ ավետարանի միջև ինչ տարբերություն կա։ Չգիտեն են մարդիկ, որովհետեւ իրանց համար եկեղեցին քաղաքական գործիք է, որ իրենք կարան օգտագործեն։ Եկեղեցին Հայաստանում դադարել է լինել հոգեվոր ինստիտուտ այն ղեկավարողների համար։ Այն դարձել է ներքին եւ արտաքին ազդեցությունների գործիք։ Սա չի կարելի հանդուրժել։